Ձեռք բերեք իտալական նրբագեղ ու բարձրակարգ սալիկների նշված տեսականին, վճարելով բացառիկ 4400 դրամ 1 քառակուսի մետրի համար։ Ողջույն հարգարժան տիկնակ եւ պարոնայք, խոսենք մի շարք իրադարձությունների մասին ըստ էության։ Իսրայել-Իրան պատերազմը շարունակվում է եւ այն շարունակվելու է։ Մեծ է հավանականությունը, որ առանց այն էլ մասնակցություն ունեցող Միացյալ Նահանգները անուղղակիորեն մասնակցող մեծ է հավանականությունը, որ ել ավելի կընդլայնեն իրենց ներգրավվածությունը։ Ամենայն դեպս այդ մասին խոսում են մի քանի ցուցիչներ։ Այն, որ Միացյալ Նահանգներն Ատլանտյան օվկիանոսից այս կողմ են տեղափոխում իրենց լիցքավորող օդանավերը։ Դրանք նախատեսված են, ինչպես հայտնի է, հեռահար ավիացիոն հարվածների համար այն հեռավորության, որը գերազանցում է մեկ լիցքավորմամբ ինքնաթիռի հեռավորությանը եւ դրանով իսկ երկարացնում նրանց այդ հեռավորությունը։ Երկրորդն այն, որ Դոնալդ Թրամփը իրավիճակային սենյակում խորհրդակցություն է հրավիրել եւ այդ պատճառով վաղաժամ դադարեցրել է իր մասնակցությունը մեծ յոթնյակի այդ գագաթնաժողովին։ Գագաթնաժողով, որն ընդհանուր դիրքորոշում թույլ չտվեց ձևավորել, քանի որ մենք տեսնում ենք, որ Միացյալ Նահանգների եւ մեծ յոթնյակի այլ անդամների միջև կա որոշակի տարաձայնություն կապված Իսրայել-Իրան հարցի հետ։ Այս հավաքը նախատեսված էր Ուկրաինայի մասին խոսելու, խորհրդակցելու համար, սակայն դեպքերն այնպես զարգացան, որ այն ստվերվեց Իսրայել-Իրան պատերազմի խնդրով։ Հայաստանի համար արդեն իսկ դժվարություններ կան այստեղ, որովհետև նախ եւ առաջ Իրանի հետ մեր հաղորդակցությունն է խաթարվել Իրանի հետ եւ Իրանի միջոցով օդային, ցամաքային կար ապրանքաշրջանառություն այստեղ էլ մեծ խնդիր է առաջացել, բացի դրան ընդ որում եւս թե Իրանի հետ, թե Իրանի միջոցով։ Բացի դրանից Հնդկաստանի հետ Հայաստանն ուներ, այսպես ասենք, զգայուն ոլորտներում համագործակցություն, այստեղ եւս հարցեր են առաջացել, ենթադրաբար։ Բացի դրանից էլ, այո, մենք որոշ ժամանակով Իրանի միջոցով սվոփ եղանակով գազամատակարարման ծրագրերը կարող ենք մի կողմ թողնել եւ մտածել այլ տարբերակների մասին։ Որոնք են դրանք։ Դրանք եւս քննարկման հարց են։ Եթե հանկարծ Ռուսաստանը փորձի առիթից օգտվել եւ գազային շանտաժ նախաձեռնել ընդդեմ Հայաստանի։ Մենք գիտենք, թե ինչ թեմաներով։ Բացի դրանից էլ այս էլեկտրաէներգիա գազի դիմաց այդ գործարքը, որը ձեռնտու էր թե Հայաստանին, թե Իրանին, եւս խնդրահարույց է այս պայմաններում, ընդ որում այս պահին տեղեկություն էլ չկա, դա շարունակվում է թե ոչ։ Ենթադրում ենք, որ դեռ որոշ ժամանակ կշարունակվի։ Իսկ եթե համակարգային կոլապս լինի Իրանում, ապա բարդ է ասել ինչ կլինի, դրա նախադրյալները շատ մեծ են։ Եվ ահա այս պայմաններում այսօր հաստատվեց, հաստատողը խորհրդարանի նախագահն էր Ալեն Սիմոնյանը, որ հունիսի 20-ին նախատեսվում է այց Հայաստանի վարչապետի Թուրքիայի նախագահի հրավերով։ Իհարկե, երբ մի դուռ փակվում է, մի դուռ էլ բացվում է, կարևորը տեսնելն է այդ դուռը եւ այդ բաց դռնով փորձել մտնելը, առնվազն փորձել։
Ըստ ամենայնի այս այցը վաղուց էր կազմակերպված, սակայն, ինչպես ասում են, շաբաթ-ուրբաթից շուտ եկավ եւ այս դեպքերի բերումով այս այցը նոր չափում է ստանում։ Հայաստանի համար շատ կարևոր օրեր են հիմա։ Մեր խնդիրը բնականաբար մնում է այն, որ մենք ընկալելի լինենք միջազգային հանրության եւ մեր հարևանների կողմից եւ եթե դուռն էլ փակվում է, ապա մենք բաց դռներից օգտվելու հնարավորություն եւ կարողություն ունենանք։ Ինչ կլինի ամսի 20-ին բարդ է ասել, բայց այստեղ մեր սպասելիքներն էլ պետք է լինեն իրատեսության սահմաններում, իսկ իրատեսությունը հուշում է այն, որ Ադրբեջանը շատ ավելի կարևոր երկիր է Թուրքիայի համար, քան Հայաստանը, եւ այստեղ որևէ նորություն չկա, եւ քանի Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիր չկա, ճեղքումներ Հայաստան-Թուրքիա հարաբերություններում սпасելն իրատեսական չէ, բայց այնուամենայնիվ այս երկխոսությունը շատ կարևոր է։ Բարդ է ասել, թե այս երկխոսության ընթացքը որքանով կազդի Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացը վերջնականացնելու այդ փուլն արագացնելու հարցում, բարդ է ասել, բայց այն, որ Թուրքիայի կողմից կա շահագրգռվածություն, դա էլ է փաստ։ Ամենայն դեպս այդ մասին է վկայում թուրքական կողմի ռետորաբանությունը վերջի ամիսների, շաբաթների ընթացքում։ Եվ ամենակարևորը, մեզ պետք է ներքին կայունություն, սակայն մենք չենք տեսնում այդ պատասխանատվությունը տարբեր քաղաքական սուբյեկտների մոտ, գործիչների, կուսակցությունների, շահերի խմբերի եւ այլն։ Իսկ սա շատ ցավալի է։ Այստեղ այո պետությունն այնուամենայնիվ անելիքներն ունի, ի վերջո մեր հարևանության պատերազմ է ընթանում եւ մենք այդպես էլ չտեսանք երկրի ղեկավարների կողմից ուղերձներ, չգիտեմ, դիմում, ելույթ չկա, բայց այս ընթացքում մենք տեսնում ենք լեզվակռիվ, մենք այս ընթացքում տեսնում ենք իրավիճակից չբխող ինչ-որ խոսակցություններ, որոնք ամեն ինչի մասին են բացի այս իրավիճակից։ Իհարկե, արվում են բաներ, բայց այս ամենի հետ կապված հաղորդակցության խնդիր պետք է լուծի, այն էլ 21-րդ դարում։ Մարդիկ այո սմարթֆոններով նորություններ են փնտրում այդ հարցի հետ կապված եւ չեն գտնում։ Սա խնդրեմ է, բայց լուծելի։ Լավ է լինելու։ Բարին ընդ ձեզ, կհանդիպենք։